Երբեմն երեխաների գիշերները անհանգիստ են դառնում մի խնդրի պատճառով, որը կոչվում է գիշերային անմիզապահություն։ Շատ հաճախ ծնողները նախընտրում են չդիմել բժշկի, մտածելով, որ տարիքի հետ այս խնդիրը կարող է անցնել եւ շտկվել ինքնուրույն։ Այս խնդրի մասին այսօր կխոսենք մեր գլխավոր հյուրի հետ, Արաբկիր բժշկական համալիրի երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի մանկական վիրաբույժ, մանկական ուրոլոգ Ալբերտ Լալազարյանի հետ։ Ողջույն բժիշկ Լալազարյան։ Բարև։ Սկսենք նախ ձևակերպումից, ինչ է իրենից ներկայացնում գիշերամիզությունը։ Գիշերային անմիզապահությունը իհարկե շատ տարբեր սահմանումներ ունի, տարբեր կազմակերպություններ տարբեր կերպ են մեկնաբանում, բայց ամենաընդունված տարածված սահմանումը դա ընդհանրապես անմիզապահությունների համար, եթե վերցնենք ժամանակի ոչ պատեհ պահին եւ տարածության ոչ պատեհ տեղում ակամա միզարձակությունն է, եթե դա ինտերպոլացիա անենք գիշերային քնի ժամանակ, այսինքն գիշերային քնի ժամանակ ակամա միզարձակությունը, որը որ խնդիր է հանդիսանում տվյալ անձի եւ իր ընտանիքի համար։ Արդյոք այս մեկնաբանության համար տեղին է ասել, որ երեխան պետք է պարտադիր քնած լինի, այսինքն արթուն վիճակում ինքը նման խնդիր եւ անմիզապահություն չի ունենում, եւ հատկապես որ տարիքից է սկսում դրսեւորվել այս խանգարումը։ Նախ առաջին հարցին պատասխանեմ, արթուն վիճակում խնդիր ունենումը թե չէ։ Գիշերային անմիզապահության, եթե վերցնենք տենց ամենաթեթև դասակարգումը, իսկ իրանք շատ են, կա մի քանի բաներ, առանձին հիվանդություններ, որոնք արտահայտվում են նույն ախտանիշով, դա գիշերվա ընթացքում մեզի ակամա արձակում։ Դրանց մի մասը կոչվում է ոչ մոնոսիմպտոմատիկ մի գիշերային անմիզապահություն, այսինքն կա գիշերային անմիզապահություն, բայց դա ուղեկցվում է նաև այլ ախտանիշերով, այլ սիմպտոմներով։ Եվ բացի դրանից կա նաև այսպես կոչված հիմա ավելի շատ օգտագործվում է ցերեկվա ընթացքում արտահայտվող ստորին միզուղիների դիսֆունկցիայի համախտանիշով ուղեկցվող գիշերային անմիզապահություն տերմինը, որը նախկինում ավելի կրճատ ասում էին միզապարկի դիսֆունկցիա գիշերային անմիզապահություն, հիմա որոշել են մի քիչ ավելի հասկանալի դարձնել, որովհետև դիսֆունկցիա ասածը ոչ մի բան ինքը իրանից չի ներկայացնում, միջանկյակում դիսֆունկցիա, այսինքն սխալ ֆունկցիա, բայց այդ շատ տարբեր մեծ լայն հասկացություն է։ Հիմա կա գիշերային անմիզապահություն, որը ցերեկն էլ ունի ինչ-որ խնդիրներ, դա այլ հիվանդություն է, եւ կա գիշերային անմիզապահություն, որը միայն գիշերն է խնդիրը, ցերեկը ոչ մի խնդրեմ չունի։ Միայն քնած ժամանակ է դիտվում, այսպես ասած։ Դրանք տարբեր հիվանդություններ են ու տարբեր ձև են հետազոտվում, տարբեր ձև են բուժվում, եւ տարբեր արդյունքներ։ Տարիքը, եթե երեխան ծնված օրվանից ունի գիշերային անմիզապահություն, այսինքն գիշերը ունի անմիզապահություն, իսկ ցերեկը ոչ մի խնդիր չունի, մինչև 5 տարեկան դա կարող է լինել տարիքային նորմա։ Կարող է լինել չնշանակում, որ պարտադիր տարիքային նորմա է, որովհետև կարող է երեխան ունի, ենթադրենք, ստորին միզուղիների զարգացման ինչ-որ արատ, որը ուղեկցվում է նաև գիշերային անմիզապահությունով։ Դա մի քիչ ավելի զարգացած երկրներ են գրել այս գործելակարգը, որ եթե երեխան մինչև 5 տարեկանը տակը չի շիկանում գիշերը, ուրեմն ոչինչ անել պետք չի, որովհետև դա կարող է տարիքային նորմալ լինի, բայց այդտեղ այդ երկրներում այդ երեխան այդ 5 տարվա ընթացքում բազմաթիվ անգամներ նայվել է բժշկի կողմից, հետազոտվել է, սոնոգրաֆիա արվել եւ այլն։ Այո, եւ բացառվել։ Ամեն ինչը արդեն դուրս է եկել ջրի երես։ Մեր մոտ մի քիչ տենց չի ու կարող է երեխանը ընդհանրապես մինչև այդ տարիքը բժշկի երես չի տեսել։ Դրա համար ամեն դեպքում խորհուրդ ենք տալիս որոշ հետազոտություններ անել վստահելու համար, որ դա այն տարբերակն է, որը պետք է սպասել մինչև 5.5-6 տարեկան նոր սկսել անհանգստանալ։ Սակայն եթե երեխան եղել է 3 ամիս եւ ավել չոր ու հետո նորից սկսվել է անմիզապահություն, դա արդեն ոչ մի տարիքում նորմալ չի, սկսած 3 տարեկանից 2 տարեկանից միևնույնն է, եթե 3 ամիս չոր շրջանից հետո նորից սկսվել է, արդեն դա ցույցում է, որ անպայման պետք է հետազոտել ու բուժել երեխային։ Այո, եթե անցնում է, պիտի որ ընդհանրապես անցնի։ Եվ երբ խոսում ենք գիշերային անմիզապահության մասին, արդյոք այստեղ գործունենք պարտադիր օրգանական խանգարումների, արդյոք հայտնաբերվում են ինչ-որ հիմնական արմատական պատճառներ, թե դրանք կարող է ուղղակի հոգեհուզական եւս խնդիրների հետևանքով դիտվել։ Նայեք, այս հարցին ամեն մասնագետ տալիս է պատասխան, որ իր մասնագիտության հետ կապված հարցերը ամենահաճախն են, հոգեբանները գտնում են, որ հոգեբանական է, էնդոկրինոլոգները գտնում են, որ էնդոկրին է։
Իրականում տենց չի, եթե մենք վերցնենք մեծ կազմակերպությունները, որոնք այս հարցով զբաղվում են, աշխարհում դրանք 3-ն են, ու ամենագլխավոր մեծ կազմակերպությունը դա երեխաների միզապահության միջազգային ասոցիացիան է։ Իրանց իրականացված հետազոտությունների ստատիստիկայով իսկ դա բազմադիսցիպլինար խումբ է, շատ մեծ խումբ է, այնտեղ կան եւ հոգեբաններ եւ բոլորը կան, ու բոլորը իրար հետ են աշխատում։ Այո։ Հոգեբանական պատճառներով գիշերային անմիզապահությունը կազմվում է տարբեր երկրների, տարբեր ժողովուրդների, տարբեր զարգացածության ու կրթվածության մակարդակ ունեցող ընտանիքներում 0.1-ից մաքսիմում մինչև 0.5%, այսինքն այնքան էլ հաճախ չի այդ տարբերակը, որը որ հոգեբանական է խնդիրը։ Գերակշռող մեծամասնության դեպքերում, եթե մենք խոսում ենք մենակ մաքուր գիշերային անմիզապահության մասին, այսպես կոչված մոնոսիմպտոմատիկ նորից կոչվածի մասին, գերակշռող մեծամասնության դեպքերում գիշերվա ընթացքում արտադրվող մեզի քանակությունն է ավելի շատ, քան միզապարկը կարա իր մեջ տեղավորի։ Երբ որ երեխան քնած է, միզապարկը լցվում է, այլ տեղ չկա լցվելու, ու դա չի արթնացնում երեխային, դա կարա չարթնացնի, ու գերակշռող մեծամասնության դեպքերում չէ արթնացնում։ Մեր խնդիրը արթնացնել, չարթնացնելը չի, մեր խնդիրն է նա, որ պետքա նենց չլինի, որ գիշերվա ընթացքում լինի անմիզապահություն, որտեղ արթնացնելն էլ մի խելացի գաղափար չի, որովհետև գիշերային քնի խանգարում է երեխաների մոտ անընդհատ կրկնվող, դա գերակշռող մեծամասնության մոտ հետո ծանր նևրոզներ է առաջացնում։ Ես նկատեցի, որ այդ լցված մեզ երեխային չի արթնացնում, որ ինքը դրա պատճառով երեխան քնած ժամանակ, երեխան մանավանդ երեխան քնած ժամանակ ինքը հավանական չի, որ կզգա միզապարկի լցվածությունը, ասենք։ Այո։ Այ հիմնական կազմակերպությունները, որոնք զբաղվում են այս խնդրով եւ հետազոտությունով, տարբեր մասնագետներ են ներգրաված։ Խնդրեմ նշեք, որ մասնագետներն են վարում այս խանգարումը, ովքեր են զբաղվում եւ ում պետք է հատկապես սկսել դիմել։ Նայեք, եկեք չխոսենք այլ երկրների մասին, խոսենք Հայաստանի մասին։ Հայաստանում այս հարցով զբաղվում են մանկական նեֆրոլոգները եւ մանկական ուրոլոգները։ Եթե հայտնաբերվում է այլ խնդիր, նեյրովիրաբուժական խնդիր, ուղղորդում են արդեն նեյրովիրաբուժի մոտ, եթե հոգեբանական խնդիր հոգեբանի մոտ, բայց սկսում են զբաղվել հենց մանկական նեֆրոլոգները եւ մանկական ուրոլոգները։ Ու ասեմ ձեզ, որ եթե գումարային վերցնենք բացի այդ երկու մասնագետներից այլ մասնագետի կարիք քանի տոկոս դեպքերում է լինում, չի գերազանցում 5%-ին։ Քանի որ ավելի հաճախ խնդիրը վերաբերվում է հենց նեֆրոլոգներին եւ ուրոլոգներին, որ ճիշտ կլինի, որ իրանք զբաղվեն դրանով, եթե այլ բան հայտնաբերեն, նոր արդեն այլ մասնագետի մոտ ուղղումը կարելի։ Եվ ինչ ախտորոշման մեթոդների են դիմում նեֆրոլոգները եւ ուրոլոգները, արդյոք դրանք գործիքային հետազոտություններ են, թե այլ։ Նայեք, իրականում հետազոտությունների քանակը, որ կարող է պետք լինել, շատ մեծ է, շատ մեծ է, որովհետեւ ամենատենց թեթև հաշվարկներով մոտ 125 պատճառ կա գիշերային անմիզապահության, ու դրանք ամեն մեկը առանձին իր հետազոտություններն ու հետազոտությունների ծավալը ունի, որը որ շատ հաճախ իրար հետ չեն խաչվում ու կարող է պետք լինի շատ տարբեր հետազոտություններ անել։ Բայց սկիզբը ինչը որ սկսվում է, առաջինը իհարկե շատ մանրամասն անամնեզ հավաքելն է։ Ինչ եղավ, ոնց եղավ, երբ սկսեց, ինչ հաճախությամբ է լինում, որ ժամին է լինում, ինչքան հեղուկ խմելուց հետո եղում կապում կապ։ Հարցերի քանակը շատ է, որ պետքա տալ ու տալ ոչ թե այնց ուղղակի լրացնելու համար պլյուսը դրեցինք անցանք առաջ, այլ կարևոր է այդ հարցերը ու այդ հարցերից պետք է անել համապատասխան եզրակացություններ, շարունակությունը որ ուղղությամբ է գնում, որովհետև բոլոր մարդկանց վերցնելու այդ 125 պատճառը հետազոտել, դաժանակիր աշխատանքը համ բժշկի համար, համ այդ հիվանդի համար ու իր ծնողի համար անիմաստ։ Եվ երկրորդը դա շատ կարևոր է։ Երկրորդը գալիս է ոչ ոք տարբեր հեղինակներ, տարբեր աններ են դրա վրա, միզարձակության օրագրի կազմում կամ խմելու եւ միզելու սպոնտան ռիթմի գրառումներ կամ անմիզապահությունների օրագիր կամ տարբեր աններ ունեն։ Գաղափարը նույնն է, որ պետքա ցանկալի է 3 ամբողջ օրվա ընթացքում 3-24 ժամ երեխայի բնական ռիթմով ամեն խմելու եւ ամեն միզելու ժամը եւ քանակը գրանցել, բայց
կարևոր է որ լինի իրոք երեխայի բնական ռիթմը, այսինքն պետք չի երեխային ասել ճիշիկ ունես, թե չունես, գնա ճիշիկ արա որ գրեմ, փորձի եմ շուտ արա դու ճիշիկ տարա գրելու եմ, գնամ հետո գամ նոր կանեմ։ Նման բաներ պետք չի։ Այդ գործընթացին արհեստականորեն միջամտելը պետք չէ։ Որովհետև մեզ դա տալիս է շատ մեծ ինֆորմացիա եւ խմացի առումով ինչքան է խմում երեխան եւ որ ժամերին ավելի շատ խմում երեխան եւ ինչ ծավալներով է միզում երեխան, որ ամենակարևոր ցուցանիշներից մեկն է բոլոր հետազոտությունների մեջ եւ ինչ հաճախությամբ է միզում, որ ժամերին ավելի շատ, որ ժամերին ավելի քիչ, որ շատ մեծ ինֆորմացիա է տալիս եւ պարտադիր հետազոտությունների մեջ մտնում է մեզի ընդհանուր քննությունը, սոնոգրաֆիան, որ պետք է արվի անպայման լիքը եւ դատարկ միզապարկով միզելուց առաջ ու հետո, ոչ թե երկու առանձին, այլ լիքը միզապարկով սոնոգրաֆիա զուգարան ու հետ նորից սոնոգրաֆիայի կաբինետ։ Եվ մնացորդային մեզի ստուգման համար, այո։ Մնացորդային մեզի համար է, վերին միզուկների լայնացում կա, չկա դրա համար է եւ եթե կա ոնց է փոխվում միզելուց առաջ ու հետո։ Շատ մեծ ինֆորմացիա է պարունակում եւ անպայման պետք է այդ ընթացքում որոշել նաեւ ուղիղ աղու ամպուլայի տրամագիծը, որովհետեւ շատ հաճախ գրեթե ավելի քան 78% դեպքերում միզապարկի աշխատանքի խանգարումները ուղեկցվում են ուղիղ աղու աշխատանքի խանգարումներով։ Ու դա ճիշտ գտնել ու հայտնաբերելը շատ կարևոր է, որովհետև եթե մենք ֆիքսվում ենք մենակ գիշերային անմիզապահության վրա ու մնացածը հաշվի չենք առնում, մենք այդտեղ կհայտնաբերենք, որ հա միզապարկը մի քիչ սխալ աշխատում, կսկսենք միզապարկին բուժել, բայց էֆեկտ չենք ունենալու բուժումից մեր, քանի որ միզապարկի սխալ աշխատանքի վրա ազդում է նաև աղիների վիճակը։ Ու պետք է սկսել աղիներից բուժումը, ու եթե էֆեկտ կա, կարող է եւ միզապարկին բուժելու կարիք չլինի։ Եւ կարող է պատճառը այդտեղ լինել ուղիղ աղում։ Եթե կարելի է կմեկնաբանեք մի երկու բառով ինչ է լինում, ինչն է հիմնականում պատճառը։ փորկապության տարբերակով է արտահայտվում այդ դիսֆունկցիան աղիքային, այդ դեպի կոչված դիսֆունկցիա, որը այնքան էլ լավ արտահայտություն չի, բայց տենց են կոչում առայժմ։ Եվ փորկապությունը եթե շատ չխորանանք, ժողովուրդը ընդունել է, որ եթե աղիները ամեն օր գործում է, ուրեմն փորկապություն չի կամ բժիշկների մեծամասնությունն են այդպես համարում, բայց դա փորկապության ախտորոշման ֆակտորներից միայն մեկն է եւ ոչ պարտադիր ֆակտորներից։ Այդտեղ կան 5 մեծ ֆակտորներ եւ շատ բազմաթիվ մանր ֆակտորներ, որոնք պետք է հաշվի առնել։ Եվ ինչպես է ախտորոշում, ինչպես է աղիքից երևում, որ այդ ամախտանիշի մասին է։ Սոնոգրաֆիայով նկատում ենք, որ ուղղակի ամպուլան լայնացած է։ Լայնացած է։ Նո, հաջորդը արդեն շարունակությունը, որովայնի դիտարկային ռենտգեն, կուտակումների քանակի որոշում եւ այլն եւ այլն։ Եթե կարելի է նաեւ ամփոփելով թեման մի քանի խոսք բուժման մասին։ Ուրեմն բուժումը կախված նրանից ինչ ենք ախտորոշել, բուժումը խիստ տարբեր կարող լինի ու բևեռորեն իրարից հակառակ կարող լինի, դրա համար ընդհանուր sense պանացեա չկա, որ եթե անմիզապահությունը գնա այստեղ խմի կանցնի, տենց չի լինելու։ Դեղորայքային բուժման մասին ես հիմա չէի ուզենա խոսալ, որովհետև մեծ մասը հեռուստադիտողների լսելով անմիզապահություն դեղ, միանգամից գնում է դեղատանից առնում է դեղը։ Ես առաջարկ ունեմ։ Եթե կարելի է կհնչեցնեք խորհուրդներ այն երեխաների եւ ծնողների համար, ովքեր ունեն գիշերային անմիզապահություն, ինչ անեն եւ ինչից խուսափեն։ Այո, եկեք սկսենք ինչ անելուց։ Ինչ անելը, նո առաջինը բժշկի դիմելն է։ Բժշկի դիմել, հետազոտել, կողմնորոշվել, հասկանալ իրանց խնդիրի անունը ինչ է, այդ խնդրի շարունակությունը որ ինչն է, բուժելու դեպքում եւ չբուժելու դեպքում ինչի է բերելու, որովհետեւ անմիզապահության տեսակով չբուժելու դեպքում բերում է երիկամների շարքից դուրս գալու երիկամային անբավարարության, ու դա բան չի արդեն, երբ որ երիկամ տուժես, ինքը չի վերականգնվում։ Դրա համար պետք է սկզբից հասկանալ անպայման պետք է դիմել բժշկի, ինքնաբուժում պետք չի անել, դեղատանը հարցնել, այս դեղը խնդակը ճիշի կանեմ, դեղ դուր տանեմ որ չանի, պետք չի։ Հարևանի երեխան էլ այդտենց այս դեղը տվեցին, որ անցավ, էլի պետք չի։ Պետք է կոնկրետ բժիշկը հասկանա ինչ խնդիր է երեխայի մոտ։ Հետո նոր խոսենք բուժման մասին։ Ընդհանուր խորհուրդները ինչ խորհուրդ կտամ անել։ Առաջինը կարգավորել երեխայի օրվա ռիթմը, առավել եւս գիշերային քնի անցնելուց առաջ վերջին 2 ժամը։ Այդ ընթացքում ուղեղը երեխայի պետք է լինի հանգիստ։ Մենք պետք է ուղեղին փորձենք հասկացնենք գիշեր-ցերեկ տարբերությունը, որովհետև մեծամասնության դեպքերում գիշերային մաքուր մոնոսիմպտոմատիկ գիշերային անմիզապահության պատճառը ասացի արդեն որ շատ մեծի քանակն է, իսկ դա կառավարվում է ուղեղի կողմից, անտիդիուրետիկ հորմոնի մակարդակն է կառավարում։
որ ցիրկադային ռիթմ, օրական ռիթմերը խանգարված է ուղեղի, ինքը այդ գիշեր-ցերեկ տարբերությունը չի դնում ու գիշերվա ընթացքում արտադրում է նույնքան քանակության մեծ, որքան ցերեկն է արտադրում նույն ժամին, նույն քանակությունը։ Իսկ դա տենց պետք է չլինի։ Դրա համար մենք պետք է փորձենք ուղեղին բացատրենք, հասկացնենք գիշեր-ցերեկ տարբերություն։ Դրա համար քնելուց առաջ վերջին 2 ժամ ուղեղին հանգիստ, բացառելով բոլոր մտավոր եւ էմոցիոնալ լարվածություն առաջացնող գործողությունները, ներառյալ համակարգիչ, սմարթֆոն, պլանշետ, էլեկտրոնային խաղեր եւ այլն, հեռուստացույց դիտել կարելի է, բայց թեթև բաներ, իսկ թեթև բաների մեջ չեն մտնում սարսափ ֆիլմերը, մարտաֆիլմերը եւ առավել եւս սերիալները, որովհետեւ սերիալները շատ ծանր հուզական լարվածություն են առաջացնում, իսկ դա մեծ բացարձակ չէ։ Եվ կարգավորել դիետան, սննդի ընդունման ռեժիմը եւ դիետան, ավելի շատ բանջարեղեն, կանաչեղեն մրգեր, ավելի քիչ կարտոֆիլ, մակարոն, հաց, բրինձ, ելնելով նրանից, որ հաճախ ուղեկցվում է աղիների խնդիրներով։ Սահմանափակել երեկոյան ժամերին սննդի ընդունումը։ Հիմնական սնունդը մեծ ծավալի պետք է լինի, եթե երեխան քնում է 9-10, դիլնի մինչև 6։ Եթե ավելի ուշ, մինչև 7։ Բայց հիմա երեխաների շատ, չասենք մեծամասնությունը, բայց մեծ տոկոսը ամբողջ օրը ինքը խաղում է, դպրոցում է, վազում է, դրսում է, հեծանիվակշում եւ այլն։ Իրենք գոնե գալիս ատուն ասում են, «Էլ գնա քնի», ասում է, «Սոված եմ»։ Ո՞ց հենց ուտում ու պարկում քնելու, տենց ճիշտ չի։ Դա պետք է հնարավորինս բացառել եւ գրգռի ծնունդը քնելուց առաջ վերջին մի 5-6 ժամի ընթացքում ցանկալի չի ընդունել, կծու, թթու, չիպս, տոմատ եւ այլն։ Այո։ Որոնք պահանջում են անընդհատ հեղուկ ընդունել, որ զգացողությունը բերանից եւ ստամոքսից անցնի։ Եվ հեղուկների ընդունման կարգավորում, որ երեխան պետք է առավոտ եւ ցերեկ շատ հեղուկ խմի։ Դա շեշտը դրա վրա է դնում, ոչ թե երեկոյան չխմի, այլ շեշտը առավոտ ու ցերեկ շատ հեղուկ խմելն է։ Այբ որ կարողացանք հասնել դրան, որ երեխան առավոտ ու ցերեկ իր համապատասխան հեղուկը օրվա հասանելիք խմում է, նոր արդեն կարանք խոսանք, որ երեկոյան պետք չի հեղուկ խմել։ Իսկ մինչև այդ դա ոչ մի օգուտ չի տալու։ Եթե երեխան ամբողջ օրը հեղուկ չի խմել, իրիկոնն էլ հեղուկ չենք թողում խմի, որ տակը չիշիկ չանի, դա չի օգնելու։ Սնունդը, քնի հիգիենան ու ջուրը։ Այո, այլ խորհուրդները արդեն կախված է կոնկրետ պաթոլոգիայից ու ընդհանուր բանացիա խորհուրդներ չկան։ Շնորհակալ եմ զրույցի համար եւ այսօրվա իմ հյուրն էր Արաբկիր բժշկական համալիրի երեխաների եւ դեռահասների ինստիտուտի մանկական վիրաբույժ, մանկական ուրոլոգ Ալբերտ Լալազարյանը։ Այս պահին տեղափոխվենք խորհուրդ մասնագետից էջ։